Պատկերացնում եմ, որ եթե սեղմել եք, ապա դա այն պատճառով է, որ ցանկանում եք բարձրացնել ձեր Brawl Stars-ի հաշվի մակարդակը որպես անվճար խաղացող կամ գուցե նույնիսկ ամբողջությամբ բացել այն։ Դուք ճիշտ եք վարվել տեղեկատվություն փնտրելով, որովհետեւ դա ամենին էլ հեշտ չէ, հատկապես երբ նոր եք սկսում խաղալ։ Նույնիսկ ամենափորձառու խաղացողները դեռ չեն գիտակցում բոլոր հնարքները, որոնք թույլ են տալիս առավել արդյունավետ կերպով առաջընթաց գրանցել խաղում։ Ահա թե ինչու այսօր ես ձեզ առաջարկում եմ 5 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ առաջընթաց գրանցել որպես անվճար խաղացող Brawl Stars-ում։ Սրանք արդիական խորհուրդներ են, որոնք կխթանեն ձեր առաջընթացը, կտրամադրեն կոնկրետ մեթոդներ խաղում առաջ շարժվելու համար առանց գումար ծախսելու։ Այստեղ նպատակը ձեր հաշիվը ամբողջությամբ բացելն է, այսինքն բացել բոլոր կերպարները։ Խաղում հնարավոր բոլոր այլ բաները։ Ահա թե ինչու անկեղծորեն խորհուրդ եմ տալիս մնալ մինչ տեսանյութի վերջը, որովհետև իսկապես կան խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ։ Եթե նոր եք այստեղ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին։ Ես հույս եմ դնում ձեր վրա եւ մի փոքր լայք դրեք։ Ես ուզում եմ մի փորձ անել։ Բոլոր նրանք, ովքեր իրականում դիտում են այս տեսանյութը, թող լայք դնեն, որպեսզի տեսնենք, քանի մարդ է դիտում։ Եվ եթե դա արված է, առաջարկում եմ սկսենք տեսանյութը։ Ուրեմն նախ առաջընթաց ունենալու համար դուք անպայման պետք է հնարավորինս շատ բրոուլեր բացեք։ Եվ հենց այդ պատճառով այս տեսանյութի 5 խորհուրդները անհրաժեշտ կլինեն ձեզ դրա համար։ Ուրեմն, եկեք այլս ժամանակ չկորցնենք։ Առաջին խորհուրդն է ակտիվ լինել։ Դուք անպայման պետք է ամեն օր մուտք գործեք խաղ։ Բոլոր սկսնակներ գուցե չհասկանան, թե ինչու է այդքան կարևոր ամեն օր մուտք գործելը։ Դա շատ պարզ է։ Ակտիվ լինելով դուք հնարավորություն կունենաք բացել պարտքներ, որոնք կկորչեն, եթե չխաղաք կամ չվերցնեք դրանք։ Օրինակ, ամեն օր Brawl Stars-ում դուք անվճար ստանում եք 6 աստղային մրցանակ։ Պարզապես պետք է հաղթեք մեկ խաղում։ Շատ պարզ է։ Եվ այդ աստղային մրցանակներում կարող եք ստանալ ոսկի, ուժի միավորներ կամ նույնիսկ բրոուլերներ, բոլորը անվճար։ Այս պարտքները կարող են առանց վճարելու խաղում առաջադիմելու համար մեծ դեր են խաղում։ Հետողական լինելով ամեն օր մուտք գործելով կարող եք հավաքել մի ամբողջ կույտ պարտքներ։ Եկեք խանութը վերցնենք որպես օրինակ։ Ամեն օր խանութում հայտնվում է նոր նվեր կամ նույնիսկ երկուսը, եթե ունեք Brawl Pass Plus, որոնք պարզապես սպասում են, որ վերցնեք։ Այո, դրանք միշտ էլ հիանալի նվերներ չեն լինի, բայց երբեմն կարող է բախտը ժպտա ձեզ։ Դրանք կլինեն, օրինակ, մեգա նվերներ, որոնք թույլ կտան միանգամից շատ ավելի շատ ուժային միավորներ, կամ կրեդիտներ բացել։ Եվ եթե չգնաք ու չվերցնեք այդ ջեքփոթը, ապա կկորցնեք այն։ Այդ հնարավորությունը այլս չեք տեսնի, կամ գոնե ստիպված կլինեք երկար սպասել, մինչ հաջորդ ջեքփոթը հայտնվի։ Մեկ այլ շատ կարևոր խորհուրդ է գտնել քեզ համար ակումբ։ Ոչ պարտադիր ընկերներ ձեռք բերելու զրուցելու համար, թե երբեմն դա էլ կարող է օգտակար լինել։ Բայց դու պետք է միանաս ակումբին, որպեսզի կարողանաս օգտվել մեգա խոզիկից։ Մեգա խոզիկը նման է հսկայական հավաքական մարտահրավերի, որտեղ ամբողջ ակումբը միասին փորձում է բացել աստղային մրցանակներ։ Որոշակի ժամանակահատվածներում տոմսերի շնորհիվ կունենաս հնարավորություն սկսել խաղեր, որոնք հաղթելու դեպքում կօգնեն ամբողջ ակումբին առաջընթաց գրանցել այս իրադարձության ընթացքում։ Ի վերջո, բոլոր ակումբի անդամները կարող են բացել խոզիկը, որքան շատ առաջընթաց ունենա ակումբը, այնքան ավելի լիքը կլինի խոզիկը։ Ինչպես տեսնում ես, անհրաժեշտ է գտնել ակտիվ ակումբ, ամենակարևորը ինքդ էլ ակտիվ լինել ու մասնակցել ակումբի հավաքական ջանքերին։ Նպատակը պարզ է՝ խոզիկը հնարավորինս լցնել մինչ առավելագույնը։ Երբ խոզիկը լիքն է, կարող ես ստանալ մինչ 20 աստղային մրցանակ, իսկ եթե առաջիններից ես, կստանաս նա բոնուսային աստղային մրցանակներ։ Պարզ ասած, եթե առաջին տեղում ես խոզիկդ լիքն է, կարող ես միանգամից ստանալ ավելի քան 4 օրվա աստղային մրցանակներ։ Սա իսկապես մեծ բան է, անպայման պետք է ավարտես մեգա խոզիկը ու լինես առաջին տեղում։ Լավ, եթե նույնիսկ առաջինը չես, ոչինչ, միայն թե մեգա խոզիկը լիքն լինի։ Ակումբ գտնելու համար կարող ես պարզապես որոնել Brawl Stars-ում այս կոճակով։ Մի վախեցիր լքել ակումբը, եթե այն քեզ չի համապատասխանում։ Գտիր քեզ համար ակտիվ ակումբ։ Եթե երկու օգնության կարիք ունենաս, կարող ես միանալ իմ Discord սերվերին։ Այնտեղ կունենաս կոճակ ակումբներ կամ նույնիսկ թիմակիցներ որոնելու համար։ Երբ արդեն հաստատես քո փոքրիկ ռեժիմը ակումբում, կարող եմ ասել, որ շատ արագ կզարգանաս քո հաշվում։ Ուրեմն շատ կարևոր է ակտիվ մնալ։ Խաղում ամեն օր մուտք գործիր, որպեսզի հավաքես քո 6 աստղպարկները։ Ստուգես խանութի նվերները, հատկապես առաջարկները։ Երբեմն կլինեն շատ հետաքրքիր առաջարկներ, որոնք կօգնեն քեզ առաջադիմել խաղում։ Մի գնիր այն առաջարկները, որոնք նշված են որպես կրկնակի։ Դրանք իրականում արժանի չեն։ Փոխարենը փնտրիր այն առաջարկները, որոնք 4 անգամ, 5 անգամ կամ նույնիսկ 6 անգամ են, ինչը նշանակում է, որ եթե գրված է 5 անգամ, ապա առաջարկը 5 անգամ ավելի էժան է իր իրական արժեքից։ Ուստի ուշադիր ուսումնասիրիր յուրաքանչյուր առաջարկը, կշռադատիր դրական ու բացասական կողմերը, որպեսզի հասկանաս կարող ես արդյոք այն գնել։
Բացի հնարավոր անվճար պարկները բացելուց ամեն օր խաղալը թույլ կտա քեզ փորձել շատ ավելի շատ ռեժիմներ, որոնցից որոշները ժամանակավոր են չափազանց հեշտ են գավաթներ վաստակելու համար։ Օրինակ, Godzilla-ի ռեժիմում կան որոշ թիմային կազմեր, որոնք գերիշխում են ամեն ինչի վրա։ Եվ եթե ակտիվ չլինես, այդ ռեժիմը չես խաղա։ Հետաբար կարող ես բաց թողնել շատ հեշտությամբ գավաթներ կամ այլ պարկներ ստանալու հնարավորությունը։ Նա չափազանց կարևոր է, որ ստուգես քո առաջադրանքները։ Ամեն օր կունենաս օրական առաջադրանքներ։ Այս առաջադրանքների առանձնահատկությունն այն է, որ դրանք անհետանում են 24 ժամ անց։ Ուստի ամեն օր պետք է քեզ համար ռուտին ստեղծես։ Գնա ու ստուգիր, թե որն է նոր օրական առաջադրանքը, ամենակարևորը համոզվիր, որ առաջնահերթ կատարում ես այն։ Օրինակ, իմ դեպքում ես պետք է հասցնեմ 60.000 միավոր վնաս։ Իսկ իմ մյուս օրական առաջադրանքն էլ է 60.000 միավոր վնաս հասցնել, բայց կոնկրետ խաղային ռեժիմում։ Այս առաջադրանքները հիմա իսկույն կանենք։ Իմ դեպքում դա շատ պարզ է։ Պարզապես պետք է խաղամ Gem Grab, Tamdio Showdown հասցնեմ 60.000 վնաս, որպեսզի երկու օրական առաջադրանքներս էլ միանգամից կատարեմ։ Դա շատ ժամանակ չի պահանջում, շատ կարևոր է Brawl Pass-ում առաջընթացի համար։ Որքան շատ առաջադրանքներ կատարեք, հատկապես օրական առաջադրանքներ, այնքան շատ փորձի միավորներ կվաստակեք, ավելի հեշտ կլինի առաջ գնալ Brawl Pass-ում։ Իսկ Brawl Pass-ը իսկապես ոսկու հանք է խաղում առաջընթացի համար։ Դա իսկապես այն թիվ 1 բանն է, որին պետք է ձգվեք։ Նույնիսկ անվճար Brawl Pass-ում դուք կստանաք 8.000 ոսկե մետաղադրամ, 1.000 կրեդիտ, 2.000 ուժի միավոր։ Դա իսկապես մեծ օգնություն է խաղում առաջ գնալու համար։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, ակտիվ լինելը շատ կարևոր է Brawl Stars-ում առաջընթացի համար։ Ցանկացած հնարավորություն, որ կարող եք օգտագործել, կարևոր է։ Եթե մի քանի օր չմտնեք խաղ, կարող եք բաց թողնել խանութի ջեքփոթը կամ այն աստղային մրցանակները, որոնք Brawl Stars-ը որոշել է նվիրել։ Որպես անվճար խաղացող յուրաքանչյուր լրացուցիչ աստղային մրցանակ կարևոր է, պետք է բացեք դրանք։ Ուստի մնացեք ակտիվ, հետեք Brawl Stars-ի վերջին նորություններին։ Հնարավոր է որոշ ժամանակներում Brawl Stars-ը խանութում առաջարկի աստղային մրցանակներ, ինչպես վերջերս էր, կամ նույնիսկ հղումներ, որոնց միջոցով կարող եք բացել դրանք։ Եվ եթե ակտիվ չեք կամ չեք հետուն նորություններին, անհնար կլինի բացել դրանք։ Իհարկե, սա ձեր առաջընթացի հիմնական մասը չի կազմելու, բայց միշտ լավ է օգտվել այդ հնարավորությունից։ Երբ արդեն ակտիվ եք, հաջորդ կետը ձեր կրեդիտները ավելացնելն է։ Այսպիսով, նույնիսկ եթե ակտիվ եք, բայց կրեդիտներ չունեք, շատ հեռու չեք գնա։ Կրեդիտները Brawl Stars-ում ամենակարևոր արժույթներից մեկն են։ Դրանք թույլ են տալիս բացել բրոուլերներ։ Այսպիսով, խաղում առաջընթաց ունենալու համար անպայման պետք է ավելացնեք ձեր կրեդիտները։ Եվ դրանք բացելու համար մի քանի տարբերակ ունեք։ Նախ Brawl Pass-ում, եթե այն ամբողջությամբ ավարտեք, կստանաք 1000 կրեդիտ, չհաշված աստղային մրցանակները, որոնք կստանաք Brawl Pass-ի վերջում, եթե ընտրեք բոնուսային պարկները։ Քանի որ եթե սեզոնի վերջում գոնե մի փոքր ակտիվ լինեք, ապա կհասցնեք ավարտել Brawl Pass-ը, հետաբար կունենաք աստղային մրցանակների պաշար, որը կարող եք բացել։ Եվ վերադառնալով մեր կրեդիտներին, կարող եք դրանք բացել աստղային մրցանակների մեջ։ Բայց դա դեռ ամենը չէ։ Դուք դրանք կգտնեք նախանութում, ամենակարևորը այս է վարպետություններում։ Յուրաքանչյուր բրոուլեր ունի իր վարպետությունը, որը ձեզ կտա յուրահատուկ պարտների հավաքածու, այնպես որ կարող եք ստանալ ոսկի, ուժային միավորներ, ամենակարևորը՝ կրեդիտներ։ Այսպիսով պետք է ամեն ինչ անեք, որպեսզի բարձրացնեք արդեն ձեր ունեցած բրոուլերների վարպետության մակարդակը։ Քանի որ այո, բացելու համար շատ կրեդիտներ կան, բայց եթե բրոուլերներ չունեք, այդ կրեդիտները չեք կարող պահանջել։ Ուստի գնահատեք ձեր ունեցած բրոուլերները, հատկապես այն բրոուլերները, որոնցով ցանկանում եք խաղալ։ Օրինակ, եթե ձեր սիրելի բրոուլերը Բրուքն է, ապա խաղացեք հենց նրանով։ Որքան շատ խաղաք նրանով, այնքան ավելի կկարողանաք առաջընթաց գրանցել ձեր վարպետության մեջ բացել կրեդիտներ։ Դա ձեզ թույլ կտա բացել նոր բրոուլերներ, իր հերթին բացել էլ ավելի շատ կրեդիտներ։ Ինչպես տեսնում եք, սա գրեթե անընդհատ կրկնվող շրջան է։ Ուստի առաջնահերթություն դարձրեք ձեր բրոուլերների բոլոր վարպետությունները ավարտելուն կանգ առեք արծաթե 3 վարպետության մակարդակում, որովհետև դրանից հետո պարտները պարզապես բոնուսներ են, որոնք չեն օգնի ձեզ խաղում առաջընթաց ունենալու հարցում։ Օրինակ բերելու համար 5.800.000 երրորդական միավորը հավասար է 150 կրեդիտի։ Այս մակարդակում դուք արդեն բացած կլինեք բոլոր պարկները, որոնք կօգնեն առաջընթաց ունենալ խաղում։ Հետո 10.300.000 երրորդական միավորում պարզապես ստանում եք Բրուքի էմոջի։ Դա ձեզանից կրկնակի ավելի ժամանակ կպահանջի Բրուքի էմոջի բացելու համար։ Ուստի, եթե ցանկանում եք հնարավորինս արագ հեշտ առաջընթաց ունենալ, մի անցեք արծաթե 3 վարպետության մակարդակից այն կողմ։ Եվ երբ առաջ եք գնում ձեր վարպետություններում, տրամաբանական է, որ նա առաջ եք շարժվում գավաթների ճանապարհին, ինչը նույնպես թույլ կտա ձեզ կրեդիտներ բացել։
Օրինակ 3,700,000 երրորդական գավաթի դեպքում ես կարող եմ հավաքել 400 կրեդիտ։ Դա իրականում բավականին լավ է։ Դա միայն կրեդիտները չեն։ Դուք ստանում եք նա ոսկի, աստղային մրցանակներ, երբեմն միֆիկական կամ լեգենդար աստղային մրցանակներ։ Որքան շատ խաղաք Brawl Stars, այնքան ավելի շատ պարկներ կստանաք։ Սակայն, ուզում եմ ձեզ անմիջապես զգուշացնել, դա հեշտ չի լինելու։ Դուք ստիպված եք լինելու շատ խաղալ ամեն օր։ Brawl Pass-ը այնպիսի բան չէ, որ մի ակնթարթում ավարտեք։ Եվ ուզում եմ նշել, մի կենտրոնացեք միայն կրեդիտների վրա։ Իհարկե, իմ կարծիքով դա խաղի ամենակարևոր արժույթն է, բայց ոսկին, ուժի միավորները, գեմերը նույնպես նույնքան կարևոր են։ Եվ հենց այդ պատճառով դուք անպայման պետք է ավարտեք ամբողջ Brawl Pass-ը առանց որևէ մակարդակ բաց թողնելու։ Որքան շուտ ավարտեք այն, այնքան ավելի շատ հնարավորություն կունենաք ստանալու բոնուսային աստղային մրցանակներ։ Եվ կարող եմ ասել, որ վերջում դուք շատ ոսկե ուժի միավորներ կստանաք, հավաքելով այդ աստղային մրցանակները։ Եվ երբ արդեն ունենաք այս բոլոր պարկները, պետք է սկսեք խնայել։ Ձեր մաստերյաների մեծ մասը արդեն լավ առաջադիմել են, մի քանի բրուլերներ բացել եք, ճիշտ ճանապարհին եք։ Սակայն ցավոք, ձերից շատերը սխալ կկատարեն, սխալ կառավարելով իրենց ռեսուրսները։ Ձեր ռեսուրսները արժեքավոր են, խաղում առաջադիմելու համար պետք է խելամիտ, ծախսեք դրանք։ Նախ առաջ կառավարեք ձեր գեմերը։ Պետք է հնարավորինս շատ գեմեր խնայեք։ Պատկերացրեք, որ բանկում եք, ուզում եք որքան հնարավոր է շատ խնայողություններ պահել։ Դե, այստեղ էլ նույնն է։ Ձեր գեմերը պետք է օգտագործեք առաջարկներ գնելու համար, ոչ մի դեպքում բրուլերների կամ առավել սկիների համար։ Եվ երբ ասում եմ առաջարկներ, նկատի ունեմ այնպիսիք, որոնք թույլ են տալիս բացել ոսկի կամ ուժի միավորներ։ Տեսնում եք գեղեցիկ կոսմետիկ իր, որը զեղչով է։ Միակ բանը, որ ուզում եք անել, գեմերը ծախսելն է այն գնելու համար։ Բայց դա մեծ սխալ է։ Գեմերը նախատեսված են խաղում առաջարկներ գնելու համար, որպեսզի առաջընթաց ունենա։ Եվ եթե ուզում եք սկիներ գնել, ունեք բլինկեր։ Դա հատուկ դրա համար ստեղծված արժույթ է։ Կատալոգում կարող եք ընտրել այն սկինը, որը ցանկանում եք գնել այն, եթե բավականաչափ բլինկ ունեք։ Բլինկեր կարող եք ստանալ աստղային մրցանակներից կամ նույնիսկ որոշ միջոցառումներից։ Այսպիսով, անհանգստանալու կարիք չկա։ Ձեր ռեսուրսները ճիշտ կառավարելը նշանակում է իմանալ ինչպես ծախսել դրանք։ Ձեր բերած ողջ ոսկին ուժային միավորները կօգնեն ձեզ ավելի հեշտ առաջընթաց ունենալ։ Դրանց միջոցով կարող եք բարձրացնել ձեր բրուլերների մակարդակը, գնել գadgetներ կամ աստղային ուժեր, այդպես ավելի հեշտ առաջ գնալ խաղում։ Պետք է ընտրեք, որ բրուլերին եք բարձրացնելու։ Մի բարձրացրեք բրուլերին մինչ 11 վրտ մակարդակ, եթե չգիտեք ինչպես խաղալ նրանցով կամ կարծում եք հետո չեք խաղալու նրանցով։ Ավելին, մի գնեք հնարավոր ամեն ինչ տվյալ բրուլերի համար։ Ես տեսնում եմ, որ ոմանք հենց որ բացում են նոր բրուլեր, անմիջապես գնում են բոլոր գadgetները, բոլոր աստղային ուժերը, բոլոր գիերները։ Դա պարզապես լիակատար անհեթեթություն է։ Եթե դուք խաղում եք առանց գումար ծախսելու, ոսկին իսկապես շատ արժեքավոր է։ Առնվազն եթե դուք բարձրացնում եք բրուլերին մինչ 11-րդ մակարդակ, երբ ձեր մյուս բրուլերները 8-րդ մակարդակում են, դա իդեալական չէ, բայց մեծ խնդիր չէ։ Այն իմաստով, որ այդ 11-րդ մակարդակի բրուլերը միշտ կարող է օգտակար լինել ձեզ համար, երբ արդեն լավ առաջընթաց կունենա։ Մյուս կողմից, եթե ձեր ոսկին անիմաստ ծախսում եք այնպիսի գերի կամ աստղային ուժի վրա, որը երբեք չեք օգտագործելու կամ ընդհանրապես ուժեղ չէ, ապա դա իսկապես վատնում է։ Դուք երբեք չեք վերադարձնի այդ ոսկին։ Եվ ես ինքս եմ այդ սխալը արել ու հիմա եմ հասկանում դա։ Ես 1000 ոսկով վահան գիեր գնեցի Էլ Կոստոյի համար, թե դա լրիվ անօգուտ է։ Ես երբեք չեմ օգտագործի վահանը Էլ Կոստոյի վրա, ով արդեն տանգ է։ Դա ոչ մի նպատակ չունի։ Ես 1000 ոսկի կորցրեցի իմ հիմարության պատճառով։ Ինչպես տեսնում եք, իրոք պետք է շատ զգույշ լինեք, թե որտեղ եք ծախսում ձեր գումարը։ Ֆելամիտ է արդյոք գնել այս աստղային ուժը։ Իսկապես պետք է գնել այս գadget-ը։ Մինչ ոսկի ծախսելը մի քանի անգամ մտածեք։ Անիմաստ կլինի զղջալ գնումից հետո։ Մեկ այլ շատ կարևոր խորհուրդ է օպտիմալացնել ձեր հաշիվը։ Ինչպես գիտեք, ձեր ռեսուրսները արժեքավոր են, պետք է խելացի կառավարեք դրանք։ Պետք է հնարավորինս լավ օպտիմալացնեք ձեր հաշիվը, որպեսզի այն հավասարակշռված լինի։ Թող բացատրեմ։ Ձեզանից ոմանք ունեն բաց սովորություն, որոշ բրոուլերներին թողնում են առաջին ուժի վրա, երբեք չեն խաղում նրանցով։ Իսկ մինույն ժամանակ մի քանի այսպես կոչված ուժեղ բրոուլերներին բարձրացնում են, մինչ 11-րդ ուժի։ Այսպես վարվելով ձեր առաջընթացը զգալիորեն դանդաղելու է, որովհետև այո, մի քանի բրոուլերով շատ ուժեղ կլինեք, բայց մյուսների մասին ինչ կասեք։ Դուք պետք է խաղաք այդ բրոուլերներով։ Եթե ուզում եք առաջընթաց ունենալ, հենց դա է, ինչ պետք է անեք։ Չեք կարող թույլ տալ, որ որոշ բրոուլերներ մնան անտեսված միայն այն պատճառով, որ ձեզ դուր չեն գալիս կամ ավելի թույլ են։ Դուք մինույնը պետք է խաղաք նրանցով։ Գնացեք քայլ առ քայլ։ Սկզբում բոլոր բրոուլերներին բարձրացրեք 7-րդ ուժի մակարդակի, հետո 9-րդ, որպեսզի բացեք աստղային ուժերը։ Երբ դա ավարտեք, կկարողանաք ընտրել հզոր գadgetներ կամ աստղային ուժեր, բայց մի ընտրեք գadget պարզապես յուրաքանչյուր բրոուլերի համար։ Եթե բավականաչափ ոսկի չունեք, խելամիտ, ընտրեք ձեր գadget-ը։
Իրականում վերցրեք միայն այն գadgetները, որոնք անհրաժեշտ են տվյալ բրոուլերի համար։ Նույնը վերաբերում է նա աստղային ուժերին։ Գուցե յուրաքանչյուր բրոուլերի համար գadget չունենաք, բայց գոնե ձեր հաշիվը հավասարակշռված կլինի։ Ձեր բոլոր բրոուլերները կլինեն նույն մակարդակի վրա։ Դուք կկարողանաք առաջընթաց գրանցել։ Եղենք անկեղծ, որոշ գadgetներ կամ աստղային ուժեր շատ ավելի քիչ կարևոր են, քան մյուսները։ Դուք կարող եք առանց դրանց առաջ գնալ, մինչ աշխատում եք բոլոր բրոուլերներին նույն մակարդակի հասցնելու վրա։ Երբ բոլոր բրոուլերները հասցնեք 11 թ ուժի մակարդակի, այդ ժամանակ կարող եք ձեզ թույլ տալ գնել այլ աստղային ուժեր։ Օրինակ, երկրորդը որը բրոուլերի համար, կամ նույնիսկ լրացուցիչ գիերն է։ Սակայն հիշեք, որ պետք է որոշակի ոսկի պահեք, որովհետև երբ նոր բրոուլեր բացեք, ձեզ ոսկի է պետք լինելու նրան բարելավելու համար։ Եթե ինքներդ ձեզ հաճույք եք պատճառել բոլոր ռեսուրսները ծախսելով միայն այն պատճառով, որ ձեր բրոուլերները 11 թ ուժի վրա են, ապա կարող եմ ասել, որ շուտով հիասթափվելու եք, երբ հասկանաք, որ նույնիսկ բրոուլերին մինչ 5-րդ ուժի մակարդակ չեք կարող բարելավել։ Եվ եթե խոսում ենք սնայելու մասին, ուզում եմ մի փոքր շեղվել թեմայից։ Եթե իսկապես մոտիվացված եք, կարող եք փնտրել անվճար մեթոդներ, որոնք թույլ են տալիս գնել Brawl Pass Plus-ը։ Դա խաղի ամենակարևոր տարրերից մեկն է, քանի որ այն ձեզ տալիս է մեծ քանակությամբ ոսկի, ուժային միավորներ, լրացուցիչ պարտքներ։ Եվ եթե գտնեք իրական գումար ստանալու միջոց, այս Brawl Pass Plus-ը գնելու համար մեծ առավելություն կունենաք։ Եվ միանգամից մոռացեք կասկածելի կայքերի, խարտախ գովազդների կամ այն ամենի մասին, ինչ կարող եք մտածել։ Գումարը երկնքից չի ընկնում, այնպես որ այս 12 եվրոն ստանալու համար ստիպված կլինեք ծախսել ձեր ժամանակից գտնել մի մեթոդ կամ հավելված, որը թույլ կտա մի քիչ գումար վաստակել։ Այսպես որ, սա բոլորի համար չէ, կարող է շատ ժամանակ պահանջել, բայց համառությամբ կհասնեք ձեր նպատակին։ Խորհուրդ եմ տալիս դիտել YouTube-ի ուսուցողական տեսանյութեր այս 12 եվրոն ստանալու տարբերակներ գտնելու համար։ Կարող եք նա փորձել ձեր բախտը YouTuber-ների հետ։ Երբեմն նրանցից ոմանք նվիրում են Brawl Pass Plus, այնպես որ ուշադրություն դարձրեք։ Գուցե ձեզ էլ հնարավորություն ընձեռվի բացելու այս հայտնի Brawl Pass-ը։ Օրինակ, իմ դեպքում ես արդեն մի քանիսը նվիրել եմ բաժանորդներին փոքրիկ մարտահրավերների միջոցով։ Իհարկե, սա միայն ձեր փոքր մասի համար է կիրառելի լինելու։ Չպետք է ակնկալեք, որ այսպես ամեն ամիս անվճար Brawl Pass Plus կստանա։ Պարզապես ասենք, որ քիչ-քիչ կարող եք գումար կուտակել։ Բավական է Brawl Pass Plus գնելու համար։ Բայց այս պահին մենք մի փոքր հեռանում ենք Brawl Stars-ի թեմայից, եւ եթե չկարողանաք ձեռք բերել Brawl Pass Plus, ոչ մի մեծ բան չկա։ Դասական Brawl Pass-ը լիովին բավարար է։ Երբ արդեն խաղում ռեսուրսներ կուտակեք, պետք է հետեք 4-րդ հուշմանը, խաղացեք, խելացի։ Ձեր ժամանակը արժեքավոր է, չեք կարող այն անիմաստ վատնել։ Եթե ուզում եք արագ առաջընթաց ունենալ, խուսափեք ամենօրյա քարտեզներից։ Ավելի լավ է խաղալ այն ռեժիմներում, որտեղ կարող եք գավաթներ վաստակել, առաջ շարժվելու համար գավաթների ճանապարհով, բացել ավելի շատ պարտքներ, որոնք կօգնեն առաջընթացին, ստուգել առաջադրանքները տեսնել, հնարավոր է դրանք միաժամանակ կատարել։ Ինչպես տեսանք ավելի վաղ, ես կարողացա միանգամից 2 առաջադրանք կատարել, պարզապես 60.000 վնաս հասցնելով Gem Grab ռեժիմում։ Ահա սա է, որ ես անվանում եմ խելացի խաղալ։ Մի ժամ խաղալով կարող եք նույնքան արդյունավետ լինել, որքան նա, ով խաղում է 2 ժամ, եւ առաջընթաց ունենալու համար պարտադիր չէ խաղալ թիմով։ Դուք լիովին կարող եք բոլոր խաղերը մենակ անցկացնել։ Եթե ցանկանում եք շատ գավաթներ հավաքել, այդ դեպքում թիմով խաղալն արդեն կարևոր է դառնում։ Բայց ձեր դեպքում դուք խաղում եք անվճար, ուզում եք առաջընթաց ունենալ, լիովին կարող եք այս ճանապարհը մենակ անցնել առանց պարտադիր թիմակիցների։ Միգուցե մտածում եք, որ որոշ դեպքերում թիմակիցներ ունենալը կարող կլինի հաղթանակների համար, որովհետև սովորաբար պատահական խաղացողները այնքան էլ ուժեղ չեն։ Այդ հարցում ես համաձայն եմ ձեզ հետ, բայց առաջընթացի համար ակնհայտ է, որ թիմակիցներ ունենալը պարտադիր չէ։ Դրեք ձեր էկոն մի կողմ ընդունեք պարտությունը։ Նույնիսկ եթե դա ձեր թիմակիցների պատճառով է։ Դա արդեն վատ է։ Առնվազն դուք որոշում եք կայացրել խաղալ, փորձել եք, ամենակարևորը առաջադիմել եք համեմատած այն մարդու հետ, ով սպասում է, որ թիմակիցներ ունենա նոր միայն խաղը սկսելու համար։ Այդ մարդը պարզապես ժամանակը կվատնի կպտտվի նույն տեղում։ Brawl Stars-ում առանց վճարելու առաջադիմելը բարդ չէ։ Պետք է պարզապես խաղալ։ Ուրեմն, խաղացեք, էլի խաղացեք։ Ժամանակի ընթացքում անպայման ավելի լավը կդառնաք, նոր բրոուլերներ կբացեք։ Եվ այստեղ էլ 4-րդ խորհուրդը շարունակում է գործել։ Խաղացեք, խելացի։ Երբ կա պահն ընտրելու ձեր բրոուլերը, դուք կանգնելու եք ընտրության առաջ։ Դուք հնարավորություն կունենաք բացել ձեր նախընտրած բրոուլերը 2 կամ նույնիսկ 3 բրոուլերից։ Եվ հենց այդ ժամանակ պետք է խելացի որոշում կայացնեք։ Ընտրեք այն բրոուլերը, որին ամենալավն եք ճանաչում կամ այն, որը կարծում եք ամենաշատը կվայելեք խաղալ։ Օրինակ, չպետք է ընտրեք Check-in, եթե գիտեք, որ վերջում գրեթե երբեք չեք խաղալու նրա հետ։ Ձեր ընտրությունները պետք է կատարեք ձեր նախասիրությունների հիման վրա։ Ամենակարևորը բրոուլերի ուժեղության։ Եթե հնարավորություն ունեք բացելու մի բրոուլեր, որը շատ ավելի ուժեղ է մյուսից, ապա անպայման պետք է ընտրեք հենց այդ բրոուլերը։ Եվ հենց դուք եք որոշելու, արդյոք մի բրոուլեր ավելի ուժեղ է, քան մյուսը։ Դրա համար պետք է որոշակի գիտելիքներ ունենաք խաղի մասին։ Դրա համար հետեք Brawl Stars-ի նորություններին, խաղում տեղի ունեցող իրադարձություններին։
Եթե այս պահին մի բրոուլեր ավելի ուժեղ է, քան մյուսը, ընտրեք հենց նրան։ Ամեն ինչ այսքան պարզ է։ Եթե հետեք վերջին նորություններին կամ դիտեք տեսանյութեր Brawl Stars-ի մասին, կստանաք այնպիսի գիտելիքներ խաղի վերաբերյալ, որոնք կօգնեն ձեզ լավագույն ընտրություններ կատարել ձեր բրոուլերների, ինչպես նա գadgetների, աստղային ուժերի սարքավորումների հարցում, ինչպես արդեն քննարկեցինք։ Մեծ սխալ, երբեք մի ընտրեք նոր թողարկված բրոուլեր։ Հավանաբար կցանկանաք խաղալ այն բրոուլերով, որի մասին բոլորը խոսում են, բայց դա կարող է ձեզ շատ ավելի թանկ արժենալ, քան նույն հազվադեպության մեկ այլ բրոուլեր։ Օրինակ, այստեղ նոր թողարկված բրոուլերը արժե 1,900,000 երրորդական կրեդիտ, մինչդեռ եթե ընտրեք Մորտիսին, կարող եք նրան ստանալ ընդամենը 950 կրեդիտով, շնորհիվ զեղչի, այսինքն կես գնով։ Ձեր կրեդիտները իսկապես արժեքավոր արժույթ են։ Երբ խաղում բացեք ավելի ու ավելի շատ բրոուլերներ, թելացի խաղալու մասին 4-րդ խորհուրդը շարունակում է գործել։ Բայց դրա համար պետք է նա։ Հետեք առաջին խորհրդին, մնացեք ակտիվ։ Խաղի ընթացքում ձեր ճանապարհին շատ հնարավորություններ կլինեն, որոնք կդյուրացնեն ձեր առաջընթացը։ Օրինակ, վերջերս խաղում բոլոր մաստերյաները կրկնապատկվել էին։ Հենց այդ ժամանակ կարող եք բացահայտել այս իրադարձությունը, առավելագույնս օգտվել դրանից։ Խաղացեք որքան հնարավոր է շատ, որպեսզի բարձրացնեք ձեր մաստերյաները խաղած լեգենդար բրոուլերներով։ Քանի որ բոլոր մաստերյաները կրկնապատկված են, եթե խաղաց լեգենդար բրոուլերներով, շատ ավելի շատ պարտներ կստանաք, շատ ավելի արագ։ Եթե սովորաբար յուրաքանչյուր հաղթած խաղի համար ստանում եք 65 մաստերիայի միավոր, ապա այս ժամանակավոր իրադարձության ընթացքում կարող եք ստանալ 130։ Ուրեմն իսկապես պետք է օգտվեք այս հնարավորությունից, եւ այս եզակի ու ժամանակավոր իրադարձությունների ընթացքում պետք է ճիշտ առաջնահերթություններ սահմանեք։ Երբ նման եզակի իրադարձություն է լինում, դուք չեք անցկացնի ձեր ժամանակի մեծ մասը ընկերական մարտերում քարտեզներ ստեղծելով, որոնք չեն օգնի ձեզ առաջադիմել խաղում։ Դուք կխաղաք որքան հնարավոր է շատ խաղեր, քանի դեռ իրադարձությունը ակտիվ է, այդպես վարվելով, դուք ինքներդ ձեզ համար առաջնահերթություններ եք սահմանում։ Եվ սա իրականում շատ կարևոր կետ է խաղում առաջադիմելու համար։ Դուք պետք է ինքներդ ձեզ համար նպատակներ սահմանեք։ Ինչն է կարևոր։ Ինչ կուզենայի հասնել։ Օրինակ, կարող եք նպատակ դնել բոլոր ձեր բրոուլերներին հասցնել 20 հրթ կամ 25 հրթ աստիճանի։ Կարող եմ ասել, որ եթե 0-ից եք սկսում, դա ձեզ բավականին ժամանակ է պահանջելու։ Այսպես որ դուք չեք կարող որևէ բրոուլեր հասցնել 30 հրթ աստիճանի, եթե արդեն մի քանի բրոուլեր 25 հրթ աստիճանի չեք հասցրել, օրինակ, դուք Ֆենթի պես դժվարանալու եք։ Դա ձեզ անսահման ժամանակ է պահանջելու։ Դուք առաջընթաց կունենաք միայն մեկ բրոուլերով, մինչդեռ մյուսներով լավ, պարզապես վատ եք խաղալու։ Ավելի լավ է բոլոր բրոուլերներով նորմալ խաղալ կարողանալ, քան միայն մեկով շատ լավ լինել։ Նա կարող է նշել, որ պետք է հաճույք ստանաք խաղից։ Եթե, օրինակ, ձեզ դուր է գալիս Star Cup-ը, ապա կարող եք ձեր առաջ նպատակ դնել խաղալ հասնել որոշակի մակարդակի Star Cup-ում։ Դուք կարող եք նա ստանալ լավագույն գինը։ Ես հատկապես մտածում եմ լեգենդար աստղային անկման մասին։ Ձեր առաջ դրեք առաջնահերթություններ, ամենակարևորը նպատակներ, որոնք հետաքրքիր են հաճույք են պատճառում ձեզ, քանի դեռ դրանք օգնում են առաջընթաց ունենալ խաղում։ Master Cup-ի օրինակում չպետք է անցնեք որոշակի մակարդակից այն կողմ, որովհետև դրանից հետո ամեն ինչ շատ կբարթանա։ Դուք լավ չեք օգտագործի ձեր ժամանակը։ Վերջում դուք շատ ժամեր կվատնեք փորձելով օրինակ հասնել լեգենդար կարգի, որը գուցե նույնիսկ չհասնեք։ Արդյունքում պարտքը չեք ստանա։ Հնարավոր է, որ ձեզ դուր գա այս շատ բարդ նպատակի հետից գնալը, բայց կարող եք ինքներդ ձեզ ասել, որ նույն հաճույքը կստանաք նախաղալով։ Այլ ռեժիմներ, որոնք նույնպես զվարճալի են իրականում պարտքներ են տալիս։ Դուք իսկապես պետք է հասկանաք, որ չպետք է ստիպեք ձեզ։ Մի փորձեք անել անհնարին բաներ։ Նախ կենտրոնացեք այն բանի վրա, ինչը հնարավոր է իրականացնել, մի հետապնդեք չափազանց բարդ բաներ։ Կարող է պատահել, որ ստիպված լինեք ժամանակավորապես դադարեցնել ձեր նպատակների իրականացումը։ Եթե չեք կարողանում դա անել, ոչինչ։ Պարզապես ժամանակ տվեք ինքներդ ձեզ։ Ունենալ առաջնահերթություններ նշանակում է նա ընտրություն կատարել, այնպես որ պետք է հարմարեցնեք ձեր ընտրությունները ձեր բրոուլերներին խաղի համաձայն։ Սա բավականին պարզ բան է, բայց եթե օրինակ կա մի տրենդային կազմ, որը շատ լավ է աշխատում Brawl Stars-ում, կամ օրինակ վերջերս երբ մուտացիաները հայտնվեցին, ինչպես Ricochet-ի կամ Cornel Ruff-ի համար, որոնք շատ ուժեղ էին, ապա պետք է առաջնահերթություն տաք այդ բրոուլերներով խաղալուն։ Օրինակ, ես օգտվեցի Cornel Ruff-ի մուտացիայից, որը ամենուր էր ցատկում չափազանց ուժեղ էր, ու նրան հասցրեցի մինչ 950 գավաթ, թե մինչ այդ նա ինձ մոտ ընդամենը 500 գավաթ ուներ։ Պարզապես որովհետև բրոուլերը շատ ուժեղ է, պետք է արագ օգտվել այդ հնարավորությունից։ Սա նա խելացի խաղալու մասին է։ Եվ այդպես ես բացեցի շատ պարտքներ վարպետության մեջ, որովհետև հաղթելը իսկապես հեշտ էր։ Դիզ նպատակներ քեզ համար։ Բերանայիր քո առաջնահերթությունները ամենակարևորը՝ վայելիր խաղը։ Եթե դու հաճույք չես ստանում խաղից, առաջընթաց ունենալու իմաստ չկա, շուտով կտեսնես, որ քո առաջընթացը կկանգնի, եթե չես վայելում խաղը։ Եվ որքան շատ հաճույք ստանաս խաղից, այնքան ավելի արդյունավետ կլինես։ Դա քեզ թույլ կտա քո նպատակները ել ավելի առաջ մղել։
Դու ավելի հաճախ կխաղաս ավելի երկար ժամանակ։ Քո առաջընթացը քեզ համար հեշտ կթվա, կամ գոնե հաճելի, որովհետեւ դու հաճույք ես ստանում։ Խաղից։ Իմ դեպքում որոշ խաղային ռեժիմներ ինձ համար շատ զվարճալի են, այդ պատճառով ես ավելի շատ եմ խաղում դրանք։ Եվ վերջում կուտակած խաղաժամանակս ինձ հնարավորություն է տվել ավարտել ամբողջ Brawl Pass-ը, բացել շատ լրացուցիչ աստղային կաթիլներ։ Իհարկե, այս խորհուրդը վերաբերում է այն դեպքում, եթե ազատ ժամանակ ունես։ Մի արա սա, եթե քո ժամանակացույցը խիստ է։ Յուրաքանչյուր դեպքում մի հանձնվիր։ Խաղում առաջընթաց գրանցելը կարող է ժամանակ պահանջել, բայց եթե հետես իմ տված խորհուրդներին, հեշտությամբ կհասնես նպատակիդ։ Կտեսնես, որ ավելի արագ ես առաջ շարժվում, քան կարծում էիր։ Մնա ակտիվ, խելամիտ կառավարիր քո ռեսուրսները։ Սահմանիր նպատակներ, առաջնահերթություններ։ Քո հաշիվը շատ արագ կմաքսիմալացվի։ Դրանով էլ հուսով եմ, որ վիդեոն ձեզ դուր եկավ։ Մի հապաղեք դնել մեծ լայք ինձ աջակցելու համար։ Բաժանորդագրվել ալիքին, եթե դեռ չեք արել դա։ Այսքանով ձեզ հետ է Ֆրիզին, կհանդիպենք հաջորդ վիդեոյում։